Ժամը 18-ն է, Renews լրատվականը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում, ես Սոնա Թումանյանն եմ։ Առանց ավելորդ աղմուկի մենք շարունակում ենք ներկայացնել Հայաստանի ու աշխարհի լրահոսը, իսկ այսօր լրահոսը ես կսկսեմ ազգային ժողովից։ Առավոտը խաղաղ սկսվեց, ծննդյան տարեդարձն էր նշում Սեյրան Օհանյանը, թեև բացակա էր ազգային ժողովի արտահերթ նիստից։ Տոնական օր էր նաև դատախազության աշխատակիցների և պետական պահպանության ծառայողների համար, բայց համերաշխության շղարշը կորավ, երբ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը սկսեց պատասխանել Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացման վերաբերյալ նախագծի հարցերին։ Աննա Գրիգորյան, Վահագն Ալեքսանյան, Գեղամ Նազարյան, Գեղամ Մանուկյան ելույթների շարքը երկար ձգվեց, իսկ օդում նույնիսկ հարցեր էին պտտվում, իսկ հարցը մեկն էր. ինչու ամեն ինչ այսքան հրատապ դարձավ ու միանգամից։ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանն ու հեծը Սիմոն Հովհաննիսյանի ռեպորտաժում։ Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացման կամ ինչպես ընդդիմադիրներն են ասում, խլման հարցով քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն է զբաղվում։ Ի պատասխան մեր հարցման ասում են վարչապետի աշխատակազմից, ինչու է հարցն այդքան հրատապ, որ արտահերթ նիստով է քննարկվում։ Ենթատեքստեր տեսնելով հարցնում է ընդդիմադիր падգամավորը։ Թռնեք օդ, իջնեք ներքև, սա հեծը խլելու մասին նախագիծ է, ինչքան էլ գեղեցիկ ձևակերպումներ փորձեք փաթեթավորել։ Իշխանական Վահագն Ալեքսանյանը ընդդիմադիր գործընկերոջ հարցին պատասխանելու փոխարեն անցյալն է հիշեցնում, էլի ներկա ու նախկին իրար խառնելով։ Իմ ընկալմամբ ձեր նոր թիմի առաջնորդը կամ թիմի նոր առաջնորդը, չգիտեմ, ոնց ուզում եք մեկնաբանեք կամ ընկալեք դա, կարա ձեզ հատորներով պատմի, թե կոնկրետ Հայաստանի Հանրապետությունից ինչն է խլել ու ումա տվել։ Հեծի իրացման տնօրենը նախօրեին լրագրողների հետ զրույցում օրենքի նախագիծը կիսագրագետ էր որակել, ապա ուղղել ինքն իրեն անգրագետ օրենքի նախագիծ է ասել էր։ Չնայած որ մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, այսպես ասած առանց կանոնների մարտի ձևաչափով, մենք պատրաստվում ենք հաշվի առնելով, որ մեր ընկերության սեփականատերը պետականամետ մարդ է, մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ։ 2 ամսով կալանավորված Սամվել Կարապետյանի ընտանիքը այսօր ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանոթում է ուղարկել պետական մարմիններ մի համաձայնագրի հիմքով, որով ներդրողներին իրավունք է տրվում դիմել միջազգային արբիտրաժ, եթե նրանց իրավունքները խախտվում են պետության կողմից։ Օրենքով հնարավոր է հեծը պետականացնել։ Տնտեսագետները մի քանի հիմնավոր պատճառ են առանձնացնում, որոնց առկայության դեպքում միայն հնարավոր կլինի սկսել պրոցեսը։ Իհարկե ասում են նաև, որ դրա համար երկար հետազոտություն է հարկավոր։ Մենք այս ոլորտում ունենք բազմաթիվ խնդիրներ, այդ թվում կապված էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված եւ դրանց մասին նույնիսկ խոսելու կամ ինչ-որ բան ապացուցելու կարիք էլ չկա։ Սա է հիմնականը եւ ռազմավարական ոլորտը հաշվի առնելով մենք կարծում ենք, որ նման հարցերին պետք է հրատապ լուծումներ տալ։ Հեծի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը նշում է, որ պետությունը լավ կառավարիչ չէ, համաշխարհային փորձն է օրինակ բերում։ 200 երկրից միայն 2-ում են էլեկտրական ցանցերը պետության ենթակայության տակ։ Եթե դուք տեսնում եք վթար շատ մեծ քանակի բնակչություն է անջատվում, դա չի կարող լինել հեծը։ Ունենք սխալ։ Բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները իրենց ծառայությունների գները բարձրացրել են։ Մենք համարյա թե նույն սանդղակի վրա ենք սկսեցինք ներդրումներ անել։ Տարին $100 միլիոն ներդրում է արվում հեծում, ասում է Կարապետյանն ու ավելացնում, որ 3-ից 4 միլիոն դոլար իրենց գրպանից աշխատավարձ են տալիս աշխատողներին։ Ընդդիմադիր գործընկերներին դիմում է իշխանական Արման Եղոյանը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակը բերում, որի 24%-ը պետությանն է։ Եթե դուք հիմա ձեզ դիրքավորում եք որպես հեծի շահերի, հեծի ներկա սեփականատերերի շահերի պաշտպան, ապա ձեր ընկալման բնական է, որ դա պետք է ընկալվի որպես խլել։ Մի բան, որ ձեզանից կամ ձեր կողմից պաշտպանված մարդկանցից է պակասելու։ Բայց եթե դուք ընկալում եք ազգայնացումը կամ պետականացումը, եթե դրան դիտարկում եք ձեր որպես Հայաստանի քաղաքացի, այսինքն մի մարդ ում է վերադարձվելու հեծը, ապա դա չի լինում խլել, դա լինում է պետականացնել։ Օրակարգ մոտ մի ամիս առաջ մտած ու հրատապություն ձեռք բերած հարցը ազգային ժողովը պատրաստվում է 1 օրում քննարկել ու որոշում կայացնել։ Սիմոն Հովհաննիսյան, Reopen Media։
Իսկ երեկ Երևանի ավականու գործակարգավարական նիստից պարզ դարձավ, որ տրանսպորտ նստելն ու չվճարելը անպատիժ չի մնա։ Խորհրդարանում այսօր նաև հանրային տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք սահմանելու օրինագիծն է քննարկվել։ Նախատեսվում է 3-ից 15,000 դրամի չափով տուգանք Երևանում անվճար երթևեկելու համար։ 3,000 դրամ տուգանք տրանսպորտ բարձրանալուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու, 10,000 դրամ չվճարելով օգտվելու և 15,000 դրամ այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։ Իսկ ովքեր են հսկելու համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100% համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները։ Ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոցը նստելուց անմիջապես հետո ոչ ուշ, քան 1 րոպեի ընթացքում վավերացնել վճարման կրիչը և մինչև ուղևորության ավարտը պահպանել այն, անհրաժեշտության դեպքում հսկողություն իրականացնող անձանց տրամադրելու համար։ Անդրադառնամ տուգանքների չափին, այստեղ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվում է 137.9 հոդվածում համապատասխան լրացում իրականացնել, որով վճարի չվճարման կամ այդ կրիչը չվավերացնելու համար առաջացնում է տուգանք 15,000 դրամի չափով, եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերված կամ արտոնություն ունեցող անձի կրիչը կրող քարտից կամ արտոնությունից ընդհանրապես, ապա այս պարագայում սահմանվում է 15 հապատիկի չափով, այսինքն 15,000 դրամ, և 3 հապատիկի չափով է սահմանվում, եթե ունի նման հնարավորություն արտոնություն, սակայն չի վավերացրել կրիչը տրանսպորտային միջոցում, այսինքն տրանսպորտային միջոց բարձրանալիս ինքը ձեռք է բերել համապատասխան իրավունք, սակայն այդ իրավունքը չի վավերացրել։ Շնորհակալություն։ Իհարկե, ընդհատված արձակուրդի պատճառը հեծն էր, բայց բուռն ելույթներ եղան ձախողված ռազմական հեղաշրջման վերաբերյալ նույնպես։ Հայկ Կոնջորյանը back vocal և make-up բառերը օգտագործեց նույն կոնտեքստում։ Լսենք հատված նրա ելույթից։ Հրապարակված ձայնագրությունների մեջ այդ մարդն ասում է, այս ազգը խորը անասուն ազգ է։ Հիմա հարց, հարգելի ինդիմադիրներ, դուք ձեզ դասում եք այդ խորը անասուն ազգի մեջ։ Բագրատ Գալստանյանը ձեզ նկատի ունի, թե չունի։ Միայն հայ ժողովրդին խորը անասուն ազգ համարող մարդը և խումբը կարող է ծրագրել Հայաստանում քաղաքում ավտոբուսներ հրկիզելով, ստեղծել քաոս և այդ քաոսի վրա հասնել սեփական ճղճիմ քաղաքական նպատակներին։ Այն բանը գահերի խաղի մեջ Little Finger-ը, որ ասում է քաոսը սանդուղք է, որի վրայով կարելի է բարձրանալ և տիրանալ իշխանությանը։ Հիմա ձեզ համար քաոսը սանդուղք է, սիրելի հարգելի գործընկերներ, որ այսօր եկել եք այստեղ խոսում եք հեծից, պետությունից, ժողովրդից, դուք ընդամենը տերորիզմի մեյքափն եք նստած այդտեղ, Տիկին Գրիգորյան, և դուք բոլորը տերորիզմի մեյքափն եք դուք, որտես գալիս եք այստեղ բան եք անում, Բագրատ Գալստանյանի back vocal-ն էիք, հիմա էլ դարել եք տերորիզմի մեյքափը։ Կխոսանք հեծի մասին, կխոսանք ինչն է ժողովրդից խլվել, ինչն է ժողովրդին վերադառնում, բայց դուք պիտի պատասխանեք հարցերի, այդ որ ասում է մեռնել կամ մեռցնել, ձեր քաղաքական թիմակիցը, ձեր հովանավորյալը, դուք դրա մեջ ինչ բաժնեմաս ունեք, դուք էլ էիք պատրաստվում մեռնել կամ մեռցնել, դուք էլ էիք պատրաստվում պատերի տակ մարդկանց գյուլել, հատկապես հաշվի առնելով, որ վերջերս դաշնակցական, ինչ էր անունը, չեմ հիշում, Հրանտ ինչյան, Մարգարյան, ասել էր, որ հոկտեմբերի 27-ը պորտկում էր, չէ, լավը չեք ասում զարթոնք էր հոկտեմբերի 27-ը, չէր ասել տես բան, պարոն Մինասյան, չէ ասել տես բան, պարոն Մինասյան հարց եմ տալիս, դուք էլ էիք պատրաստվում պատերի տակ մարդ գյուլել։ Քաղաքացիական պայմանագրին էլ խոսք ուղեց ընդդիմությունից Աղվան Վարդանյանը։ Նա գործող իշխանություններին անվանեց քանդող և հավելեց, որ հոգևորականների խուցը, որը Բագրատ և Միքայել Սրբազաններն են զբաղեցնում, երկար դատարկ չի մնա։ Արքեպիսկոպոս Բագրատ և Միքայել Սրբազանները ԱԱՑ-ն նկուղում են։ Սա մենք վախկոտ արարք է։ Նրանցից յուրաքանչյուրի ծառայության բարի գործերի չնչինագույն մասն էլ չի արել քպն հավաքաբար և իր ոժդը։ Սա չեք մարսելու։
բարիքանում են մեծ մարդիկ, չարիք բերում են ոչնչությունները։ Դուք մեր ինքնության, մեր տեսակի հետ կապ չունեք, դուք ինքնիշխան չեք, դուք ծառա եք։ Ձեր ծառայության ժամկետը ավարտվելու է։ Սրբազանների խուցը դատարկ չի մնալու։ Սամվել Կարապետյանի դեմ ձեր արածը երախտամոռություն է։ Նա ստեղծող, կառուցող է, դուք քանդող։ Նա բարեգործ է, դուք չարի սպասավոր։ Նա ողնաշարով, արյունով, հայ է, խոսքի տեր, մուշ Ալաշկերտի հոգևորականների ուսուցիչների ժառանգ է, դուք անհայտ ծագումով ու խոստումնազանց։ Լավ, ասեմ ձեզանից ոմանք։ Նա չի կոտրվելու։ Դուք եք կոտրվելու։ Լրություն դալիճ։ Նա եկեղեցու հոգևորի մշակույթի հայ ինքնության պաշտպանն է, դուք ոչնչաբան։ Նրա կրեդոն ամեն ինչ հայրենիքի համար, ձերը ամեն ինչ հայրենիքի դեմ։ Պարոն Վարդանյան, ավարտեք խնդրեմ։ Հարգելի քաղաքացիներ, սիրելի հայեր, քույրեր, եղբայրներ, պինդ եղեք ձեր հավատքի մեջ։ Սա սրանք գնալու են։ Միասին տեր ենք դառնալու մեր տեսակին, մեր ինքնությանը, մեր պետությանը, ամոթի այս խարանը ջնջելու ենք։ Պիղծ, նենք, վախկոտ, երախտամոռ մարդիկ մեր Հայաստանում ապագա չունեն։ Պետական պահպանության ծառայության օրը շնորհավորանք է հնչեցրել նաև Նիկոլ Փաշինյանը։ Աշխատակիցների հետ հանդիպմանը վարչապետը կարևորել է ծառայությունը վարչապետին ենթակա մարմին դարձնելու հանգամանքը և ծառայության տեխնիկական, նյութական հագեցվածության մեխանիզմների ձևավորումը։ Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ գոհ է պետական պահպանության ծառայության աշխատանքից և մի շարք ծառայողների պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։ Պետական պահպանության եւ ընդհանրապես հատուկ ծառայություններում աշխատանքը շատ նուրբ եւ շատ վտանգավոր աշխատանք է եւ շատ պատասխանատու աշխատանք է եւ եթե մենք այսօր կոմպրոմիսներ ունենանք այդ պրոֆեսիոնալ հատկության մեջ, վաղը այդ կոմպրոմիսը եւ այդ ծառայողի համար է խնդիրներ ստեղծելու եւ հանրության համար է խնդիրներ ստեղծելու եւ ուրիշների համար է խնդիրներ ստեղծելու։ Առավոտյան երկրի ղեկավարը կոչ էր անում պետությանը սիրել, ինչպես ինքներս մեզ։ Հետո նշում, որ երեկվա հոգևորականներին ուղված գրառման մեջ հարցադրում չի եղել, այլ հաստատակամորեն պնդել է, որ բոլոր ամուսնացած քահանաները իր եղբայրներն են։ Եղբայրը անվանել նաև ամենայն հայոց կաթողիկոսին, բայց հավելել է, որ նրան եղբայրաբար վեհարանից կհեռացնի։ Իսկ ազգային ժողովի բորբոքումների ֆոնին նոր գրառում է արել, զետեղելով իր անձնական նամակագրություններից շոտ, որպես հիմք այն բանի, որ հեծի նկատմամբ ուշադրությունը վաղուց է գեներացվել։ Մեջբերեմ գրառումը։ Ինչպես տեսնում եք նկարից, տվյալ հանձնարարականը տվել եմ 2025 թվականի մայիսի 20-ին։ Այդ հանձնարարականի մասին իմացել են, չէին կարող չիմանալ հեծում և որոշել են կանգնել եկեղեցու կողքին։ Գրառման մեջ նշված ամսաթվից սկսած 1 ամիս ժամանակ է տվել վարչապետը ՏԿ նախարար Դավիթ Խուդատյանին լուծումներ առաջարկելու համար, որովհետև ըստ վարչապետի չի եղել մի այց, որն անցնի առանց հոսանքի անջատումների։ Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված Հայաստանի ռազմական կցորդների հետ։ Նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Նախարարն էլ ռազմական կցորդներին ներկայացրել է զինված ուժերի բարեփոխումների ընթացքը, տալով համապատասխան հանձնարարականներ։ Փաշինյան-Մակրոն ջերմ հեռախոսազրույցից և Մակրոնի անվերապահ աջակցության վերահաստատումից հետո ՄԱԿ-ի զարգացման ֆինանսավորման 4-րդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ Կադրեր են հրապարակվել նաև Վահագն Խաչատուրյանի համաժողովի ելույթից։ Դիտենք հատված։
Հայաստանը դասվում է բարձր միջին եկամուտ ունեցող երկրների շարքին։ Միևնույն ժամանակ այն դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր է, որն առերեսվում է բազմաշերտ մարտահրավերների։ Լեռնային Ղարաբաղից հարկադրաբար տեղահանված 115,000 փախստականների հոսք, կլիմայի փոփոխության հետևանքով կրկնվող աղետներ, համաշխարհային շուկաներին եւ արժեթղթային շղթաներին միանալու դժվարություններ։ Սակայն Հայաստանը հարկադրված է սահմանափակ ռեսուրսներն ուղղել իր ավելի քան 13 միլիարդ դոլար կազմող պետական պարտքի սպասարկմանը, ի հաշիվ հումանիտար կլիմայի փոփոխությունների մեղմացման եւ կայուն զարգացման կարիքների ֆինանսավորման։ Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի հարցը բարեբախտաբար միջազգային հանրության ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ։ Շվեյցարական խաղաղ նախաձեռնություն հանուն Լեռնային Ղարաբաղի միջկուսակցական հանձնախմբի նախաձեռնությամբ Միացյալ Նահանգների կոնգրեսում հուլիսի 8-ին կկայանա շվեյցարացի պատգամավորների ճեպազրույցը, որտեղ նրանք կոնգրեսի անդամներին եւ աշխատակազմին կտեղեկացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրենց հայրենիք արժանապատիվ եւ անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերի մասին։ Թեման Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության անվտանգ եւ արժանապատիվ վերադարձն է հայրենիք։ Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի նախագահ Վարդան Օսկանյանը եւ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբները նույնպես մասնակցելու են ճեպազրույցին։ Դեռ 3 Բաքու-Մոսկվա հարաբերությունների սրումը նշմարելի էր, իսկ այսօր Բաքուն շարունակում է սրել հակասությունները Մոսկվայի հետ։ Եկատերինբուրգում եւ Վորոնեժում ադրբեջանցիների ենթադրյալ հանցագործների մահերը Ադրբեջանում սպանության հոդվածում քրեական գործ նախաձեռնելու առիթ է դարձել։ Բաքվում միաժամանակ շարունակում է ռուսների ձերբակալել, նրանց առաջադրելով զանազան մեղադրանքներ լրտեսությունից մինչև թմրամիջոցների իրացում։ Ռուսաստանը բավարարվում է բողոքի նոտաներ հղելով։ Եկատերինբուրգում եւ Վորոնեժում վաղեմի սպանության համար ասկատյալ ադրբեջանցիների շուրջ գալների հետևանքով Բաքվի դիվանագիտական դեմարշներին ի պատասխան Ռուսաստանի իշխանությունը դիտարկում է Ադրբեջանից ալկոհոլային խմիչքների ներմուծման արգելք սահմանելու հնարավորությունը։ Ռուսական հատուկ ծառայություններին մոտ կանգնած Կրեմլյովսկայա տաբակերկա տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ արգելքը կարող է տարածվել Ադրբեջանից նախկինում ներկրված գինիների եւ կոնյակների բոլոր տեսակների վրա, առանց բացառության։ Մինչև այդ Բաքուն չեղարկել է Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այցն Ադրբեջան, ռուսական մշակութային միջոցառումները, ապա լրտեսության մեղադրանքով ցուցադրաբար ձերբակալվել էր Սպուտնիկ Ադրբեջանի խմբակցության ղեկավարներին։ Ադրբեջանի իրավապահները Բաքվում ձերբակալել են 2 կազմակերպված հանցախմբերի, որոնց կազմում ընդգրկված են եղել Ռուսաստանի քաղաքացիներ։ Նրանց կասկածում էին Իրանից թմրանյութերի տարածման, համացանցով թմրանյութերի տարածման եւ կիբերհանցագործությունների մեջ։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը Բաքվում Սպուտնիկ Ադրբեջան գործակալությունում անցկացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալել է եւս 7 մարդու խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման մասին հոդվածներով։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան Բաքվի հետ ուղիղ կապերի միջոցով հույս ունի ապահովել Ադրբեջանում ձերբակալված Սպուտնիկ Ադրբեջանի աշխատակիցների ազատումը։ Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆայևը, որին կանչել էին Ռուսաստանի արտգործնախարարություն, բողոքի բանավոր նոտա են փոխանցել։ Դեսպանին գերատեսչություն էին կանչել նաև 3 ռուս լրագրողների ապօրինի ձերբակալման պատճառով։ Նախարարության ներկայացուցիչ Դմիտրի Մասյուկը հայտարարել է, որ որոշ ուժեր ջանքեր են գործադրում Մոսկվայի եւ Բաքվի միջև հարաբերություններում պառակտում առաջացնելու համար։ Ադրբեջանը սակայն ավելի է սրում լարվածությունը Մոսկվայի հետ։ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Եկատերինբուրգում ռուս ուժայինների կողմից դաժան վերաբերմունքի հետևանքով 2 ադրբեջանցի քաղաքացիների մահվան փաստով։ Ռուսաստանում սպանության մեջ կասկածվող Սաֆարովները մահացել էին հունիսի 27-ին ներքին գործերի նախարարության եւ Անվտանգության դաշնային ծառայության համատեղ գործողության ընթացքում։ Ըստ ադրբեջանական աղբյուրների դիահերձումը հաստատել էր, որ Հուսեյն Սաֆարովը մահացել է բազմաթիվ կողոսկրերի կոտրվածքների եւ այլ վնասվածքների հետևանքով առաջացած հետտրավմատիկ շոկից։ Մոտավորապես նույն ախտորոշումն է Զիադինի դեպքում։ Մինչդեռ ռուսական կողմը պնդում էր, թե շուրջգալի ժամանակ նրանք մահացել էին ինֆարկտից։ Ադրբեջանական դատախազությունը նշում է, որ մյուս 5 տասնյակ ադրբեջանցիները նույնպես ենթարկվել են նմանատիպ բռնությունների եւ գտնվում են ռուսական հիվանդանոցներում տարբեր ծանրության վնասվածքներով։ Ադրբեջանի դիահերձման եւ պաթոլոգիայի միավորման գլխավոր տնօրեն պրոֆեսոր Ադալիաթ Հասանովը հայտնել է, որ Ռուսաստանում սպանված Զիադին Սաֆարովի մարմինը վերադարձվել է Ադրբեջան առանց մեկ կողոսկրի։ Աննա Հարությունյան, Reopen Media։
Տրանսպորտային հաղորդակցության խոշոր նախագծերը դարձել են աշխարհաքաղաքական գործիքներ, ներգրավելով Եվրամիությանը, Ռուսաստանին, Թուրքիային, Իրանին և Չինաստանին։ Շատերի բախման կիզակետում հենց մեր տարածաշրջանն է։ Հայաստանը շեշտում է, որ ապաշրջափակումը պետք է լինի խաղաղ, առանց ուժի սպառնալիքի կամ ինքնիշխանության խախտման։ Հակառակ դեպքում միջանցքային մոտեցումները կարող են խորացնել լարվածությունը, դառնալով բաժանարար գիծ։ Հայաստանում և Ադրբեջանում վերջին շրջանում նկատվող հակառուսական դիրքորոշումների սրացումը ըստ էության կարող է առնչություն ունենալ տարածաշրջանում Եվրամիության և Թուրքիայի հարաճկուն ներկայության հետ։ Հարցն առավել սրվում է միջին միջանցքի նախագծի իրագործման ֆոնին, որը փորձում է կապել Չինաստանը և Եվրոպան Թուրքիայի ու Կասպից ծովի միջոցով շրջանցելով Ռուսաստանը։ Խոսքը միայն միջին միջանցքի մասին չէ, բոլոր տրանսպորտային ուղիների մասին է։ Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է բացել բոլոր տրանսպորտային ուղիները, պատրաստ է ճանապարհ տրամադրել Ադրբեջանին եւ Նախիջևանին իրար հետ կապելու համար, պատրաստ է մեծ Թուրանի համար, այսպես ասենք, ճանապարհ տրամադրել եւ այլն։ Այսինքն այստեղ խոսքը չի գնում միայն մեկ պրոյեկտի մասին, այս պրոյեկտները շատ մեծ են, շատ տարբեր են եւ շատ ծավալուն են։ Այնպես որ խոսքը պետք չի կենտրոնացնել միայն այդ միջին միջանցքի վրա, պետք է հասկանալ, որ խոսքը գնում բոլոր կոմունիկացիաների մասին, որտեղ չի կարող ինչ-որ միջանցք, ինչ-որ մի բան բացվի, մի ճանապարհ բացվի, մի միջանցք բացվի, մյուսը չբացվի, կիսաշրջափակված մնա Հայաստանը եւ այլն։ Այսինքն խնդիրը շատ ավելի գլոբալ է պետք դիտել։ Հայաստանի առաջարկած խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը միտված է հենց տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, առանց գերիշխող կողմերի, առանց հատուկ արտոնությունների որևէ պետության համար։ Հայաստանի շրջափակումը տարիներ շարունակ տեղի ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի ջանքերով եւ Հայաստանը տարածաշրջանային բոլոր նախագծերից դուրս է մնացել։ Բացառություններ իհարկե եղել են, ընդհանրեն ՀԱՏՄ-ն է եղել բացառություն, որ ձևաչափը, որում Հայաստանը մասնակցություն ունեցել է եւ մեխանիզմներ է գտել, թե ինչպես մասնակցի, բայց համենայն դեպս մենք տեսնում ենք, որ ցանկացած նախագիծ, որը տեղի ունեցել մեր տարածաշրջանում, Հայաստանը այդտեղ դուրս է մնացել, բայց դուրս է մնացել հաշվի առնելով այն իրողությունները, որոնք որ եղել են ժամանակին, իսկ հիմա իրավիճակը մի փոքր այլ է եւ պետք է ճիշտ հաշվարկ կատարել ցանկացած պրոյեկտի նախագծի տակ մեր ստորագրությունը դնելուց առաջ։ Սակայն նույն տարածաշրջանում Թուրքիան եւ Ադրբեջանը ակտիվորեն առաջ են մղում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը ենթադրում է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին եւ Թուրքիային կապող ուղի Հայաստանի հարավով։ Նաև մենք տեսնում ենք Թուրքիայի աճող ազդեցությունը մեր տարածաշրջանում, հաշվի առնելով հիմնական մրցակիցների թուլացումը, այսինքն Ռուսաստանի եւ Իրանի թուլացումը, ազդեցության թուլացումը Հարավային Կովկասում, այնպես որ սա բավականին sense բազմաշերտ եւ տարատեսակ շահերի բախման, այսպես ասենք, մի տարածաշրջան է, որտեղ ամեն ինչ շատ արագ է փոխվում, պայմանավորված գլոբալ աշխարհակահաղական ցնցումներով եւ փոփոխություններով։ Միջազգային նախաձեռնությունները եւ տրանսպորտային նախագծերը վաղուց դուրս են միայն տնտեսական շրջանակներից։ Դրանք դարձել են աշխարհաքաղաքական գործիքներ, ներգրավելով Եվրամիությանը, Ռուսաստանին, Թուրքիային, Իրանին եւ Չինաստանին։ Եվրամիությունը մասնավորապես վերջին 1 տարում ակտիվացրել է իր ներգրավվածությունը նպատակ ունենալով ձևավորել վստահելի ու անվտանգ ճանապարհներ դեպի Կովկաս եւ այնտեղից դեպի Կենտրոնական Ասիա։ Հիմա Թուրքիան հնարավորություն ունի մեր տարածաշրջանում ավելի ազդեցիկ խաղացող դառնալ եւ կարծում եմ այդ շանսից փորձելի օգտվել։ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ փորձում է այս գործընթացում դառնալ առանցքային կապող օղակ, ինչն էլ խիստ մտահոգում է Ռուսաստանին։ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար միջին միջանցքն ու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ռազմավարական են դառնում ոչ միայն ապրանքների, այլ նաեւ ազդեցության տարածման տեսանկյունից։ Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, երբ ներկայացվում է որպես խաչմերուկ, փոխադարձ շահերի հենքով կարող է վերածվել համագործակցության իրական հարթակի։ Սակայն երբ այն ներկայացվում է որպես միջանցք, քաղաքական լծակի ձևով, այն խորացնում է լարվածությունը։ Հայաստանի խաղաղության խաչմերուկը այս համատեքստում դիտվում է որպես պատասխան Եվրամիությանը, Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրերին, փորձելով ձևավորել ներառական եւ սուվերենության վրա հիմնված մոտեցում։ Դժվար է ասել, թե տարածաշրջանային մյուս խաղացողները ինչպիսի միջանցքներ են տեսնում, ինչպիսի ճանապարհներ են տեսնում, ում վերահսկողության ներքո ճանապարհներ են տեսնում, որոնք որ նաև Հայաստանի տարածքով պետք է անցնի։ Սա իհարկե շատ բարդ է ասել, թե որը որի հետ կարող է համընկնել, որը որին կարող է հակասել։ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները շեշտում են, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա խաղաղ միջոցներով, առանց ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի, ինքնիշխանության խախտման եւ միջազգային իրավունքի նորմերի շրջանցման։ Հակառակ պարագայում ցանկացած միջանցքային մոտեցում կարող է ոչ թե կապող, այլ բաժանարար գծի դեր խաղալ, դառնալով նոր լարվածությունների աղբյուր։ Դիանա Կարապետյան, Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Հերթական հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը Իրանի նախագահ Փեզեշքյանին վստահեցրել է, որ իր օդային տարածքը Իրանին ուղղված հարվածների համար չի օգտագործվելու։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոփանին էլ նշել է, որ լրատվամիջոցների ենթադրություններով դիրքորոշում չեն կարող հայտնել։
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման ֆոնին Էրդողանի այցը Ղարաբաղ թվում է անթաքույց աջակցություն Ալիևին։ Իդեպ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը նույնպես այցելելու է օկուպացված Ստեփանակերտ։ Նա կմասնակցի տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին հուլիսի 3-ից 4-ը Ստեփանակերտում։ Հնդկաստանում էլ դեղերի գործարանի պայթյուն է տեղի ունեցել ու բազմաթիվ զոհերի պատճառ դարձել, կան նաև անհետ կորածներ։ Օդային հարվածներից հետո զոհեր կան նաև Ռուսաստանում եւ Գազայում, իսկ Միացյալ Նահանգները պատրաստվում է չեղարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները։ Միջազգային լրահոսի այս եւ այլ զարգացումների մասին ռեպորտաժում։ Առնվազն 34 մարդ է զոհվել Հնդկաստանի հարավային Թելանգանա նահանգի դեղերի գործարանում տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի հետևանքով։ Վիրավորների եւ անհետ կորածների թիվը դեռ չի հստակեցվում։ Շենքի ավերակներում փրկարարները փնտրում են արգելափակվածների։ Վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցել է զոհերի հարազատներին եւ հայտարարել, որ նրանց ընտանիքներին ֆինանսական աջակցություն կտա պետությունը։ Ոստիկանությունը գործ է հարուցել պետության դեմ զոհերից մեկի որդու բողոքի հիման վրա։ Զոհեր եւ ծանր վիրավորներ կան Ռուսաստանում Իժևսկի գործարանի վրա անօթաչուներով հարվածներից հետո Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անցած գիշեր հոբ միջոցներով ոչնչացվել եւ կալանվել է 60 ուկրաինական դրոն ինքնաթիռի տիպի։ Ռուսաստանը Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ամբողջ տարածքի նկատմամբ վերահսկողություն է հաստատել, հայտարարել է մարզի ղեկավարը։ Մոսկվայի օդակայանների եւ Ղրիմի կամրջով տրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես փակվել է։ ԱՄՆ նախագահը ստորագրել է պատմական հրամանագիր, որով չեղարկվում են Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, ինչպես Սպիտակ տունն է հայտնում, աջակցելու երկրի կայունության եւ խաղաղության ճանապարհին։ Կմնան միայն այն պատժամիջոցները, որոնք վերաբերում են նախկին նախագահ Բաշար Ասադին, նրա համախոհներին, թմրանյութերի ապօրինի շրջանառությանը, քիմիական զենքին, իսլամական պետությանը եւ իրանական միջնորդներին։ Հրամանը պետքարտուղարին հանձնարարում է վերանայել Հայաթ Շահրիր Ալ-Շամի որպես ահաբեկչական կազմակերպության որակավոր եւ մակում ուսումնասիրել պատժամիջոցների մեղմացման տարբերակները։ Հիշեցնենք, որ Հայաթ Շահրիր Ալ-Շամը նախկինում համարվում էր ահաբեկչական կազմակերպություն։ Իսրայելական զինուժի նախորդ օրվա հարվածներից Գազայում սպանվածների թիվը հասել է 78-ի։ Ծովափնյա սրճարանում տեղի ունեցած ավիահարվածներից հետո մոտ 4 տասնյակ մարդ էր զոհվել, ըստ ականատեսների 23 մարդ էլ կրակոցների ժամանակ է զոհվել, երբ փորձել են սննդամթերք ստանալ։ Հայտնի է, որ զոհերի թվում է տեղացի լրագրող Իսմայիլ Խատաբը, ով հայտնի էր Գազայում մարդկանց օրհասական վիճակի մասին ռեպորտաժներով։ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Սպիտակ տանը կընդունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, Associated Press-ին ասել են պաշտոնական աղբյուրները։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շարունակում է իր ուղղակի եւ անուղղակի շփումներն իրանցի պաշտոնատար անձանց հետ։ Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները գրել էին նաեւ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցությունների հնարավոր շարունակության մասին, սակայն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հերքել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները արագ վերսկսելու որևէ ծրագիր։ Վրաստանում ընդդիմադիր 8 կուսակցություն հրաժարվում է մասնակցել թիմ ընտրություններին։ Քաղաքական ուժերի հայտարարությունը խորհրդարանի առջև ներկայացրել է կուսակցություններից մեկի Դրոայի առաջնորդ Էլենե Խոշտարյան։ Նա ու նրա հետ հացադուլ հայտարարած եւս մեկ գործիչ ասել է, որ դադարեցնում են հացադուլը։ Ըստ հակաիշխանական քաղաքական ուժերի թիմ ընտրություններին մասնակցությունը չի ծառայելու քաղաքացիների շահերին, այն միայն ստեղծելու է մեջբերեմ անօրինական ռուսական ռեժիմի լեգիտիմության տպավորություն։ Վրաստանի արևմտամետ քաղաքական կուսակցություններն ու խմբերը, որոնց նպատակն է լիովին ապամոնտաժել ըստ նրանց ռուսամետ Իվանիշվիլիի ռեժիմը, պնդում են, որ երկրում պետք է հաստատվի եվրոպական տիպի ժողովրդավարական կառավարում։ Իդեպ ընդդիմադիր հայացքներ ունեցողների աջակցությունը վայելող երկու ուժերի ղեկավարները իրենց դիրքորոշումը դեռ չեն հայտնել։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։ Renews լրատվականի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։ Ես Սոնա Թումանյանն եմ, ցտեսություն։